Ձեր աստղագուշակությունը հենց այստեղ։ Խոյ։ Այսօրը խոյերի համար սկսվում է ուժեղ ներքին մղումով և գործողությունների պատրաստակամությամբ։ Դուք կարթնանաք նպատակասլաց տրամադրությամբ և կզգաք, որ ժամանակը ճիշտ է նախաձեռնություն վերցնելու համար։ Եթե չտրվեք հետաձգումներին, կկարողանաք արագ առաջ շարժվել նույնիսկ այն հարցերում, որոնք վաղուց փակուղի էին մտել։ Ձեր միտքը կաշխատի ստեղծագործ ու ճկուն ձևով, և շատ խնդիրներ կլուծվեն ոչ թե ուժի, այլ խելացի մոտեցման շնորհիվ։ Օրվա ընթացքում բարենպաստ է կարևոր զրույցներ վարելը, թե աշխատանքային, թե անձնական ոլորտում։ Դուք կկարողանաք հստակ արտահայտել ձեր դիրքորոշումը և միաժամանակ լսել մյուս կողմին։ Թեպետ կարող են հանդիպել հակասություններ կամ տարբեր կարծիքներ, ձեր անկեղծությունն ու նրբանկատությունը կօգնեն խուսափել լարվածությունից և գտնել ընդհանուր լուծումներ։ Այսօրը հատկապես հարմար է պայմանավորվածությունների, ծրագրերի հստակեցման և ապագայի վերաբերյալ որոշումներ ընդունելու համար։ Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ֆիզիկական և հոգեկան հոգնածության կուտակում։ Սա կարող է ձեզ դարձնել ավելի իմպուլսիվ և դրդել կտրուկ արձագանքների։ Կարևոր է չտրվել պահի զգացմունքներին և խուսափել շտապ եզրակացություններից։ Փորձեք մի փոքր դադար տալ ձեզ, կարգավորել մտքերը և միայն հետո անցնել գործողությունների։ Խոհեմությունն ու ինքնավերահսկումը կօգնեն օրը ավարտել առանց ավելորդ խնդիրների և պահպանել ներքին հավասարակշռությունը։ Ցուլ։ Այսօրը ցուլերի համար խոստանում է լինել արդյունավետ և կայուն։ Դուք կզգաք ներքին վստահություն և հանգստություն, որոնք թույլ կտան առանց շտապելու, բայց շատ ճիշտ քայլերով առաջ շարժվել։ Ձեր գործնական մտածելակերպը և ողջախոհ մոտեցումը կօգնեն հստակ դասավորել առաջնահերթությունները, ճիշտ բաշխել ժամանակը և չվաթնել էներգիան աննշան մանրուքների վրա։ Այն ամենը, ինչին այսօր ձեռնամուխ լինեք, կարող է բերել ցանկալի արդյունքի։ Օրվա բարենպաստ է ընտանեկան և անձնական շփումների համար։ Կարևոր հարցերի շուրջ քննարկումները կանցնեն համեմատաբար խաղաղ մթնոլորտում, նույնիսկ եթե կարծիքները համընկնող չլինեն։ Դուք կկարողանաք լսել դիմացինին, իսկ դա կօգնի փոխզիջման հասնել և ամրապնդել հարաբերությունները։ Հնարավոր է, որ հարազատները փորձեն ներգրավվել ձեր գործերին, սակայն նրանց միջամտությունը այս անգամ օգտակար կլինի և կարող է թեթևացնել ձեր բեռը։ Ցուլենի համար սա նաև ուսման և ինքնազարգացման հարմար օր է։ Դուք հեշտությամբ կընկալեք նոր տեղեկությունները, կկարողանաք արագ հասկանալ նույնիսկ բարդ կամ անծանոթ թեմաներ։ Ստացած գիտելիքները երկար կմնան ձեր հիշողության մեջ և մոտ ապագայում կօգնեն լուծել գործնական խնդիրներ կամ նոր հնարավորություններ բացել։ Օրվա ավարտին դուք կզգաք բավարարություն, ճիշտ և իմաստուն քայլեր կատարելուց հետո։ Երկվորյակներ։ Այսօրը երկվորյակների համար լի է շարժումով, գաղափարներով և ներքին վերելքով։ Դուք կզգաք էներգիայի հոսք և մտավոր պարզություն, ինչը թույլ կտա արագ կողմնորոշվել ցանկացած իրավիճակում։ Շատ գործեր կկատարեք ավելի արագ և արդյունավետ, քան ինքներդ եք ակնկալում։ Ձեր ակտիվությունն ու նախաձեռնողականությունը կօգնեն առաջ անցնել մրցակիցներից և ուշադրություն գրավել շրջապատի կողմից։ Այնուամենայնիվ, օրվա ընթացքում հնարավոր են ներքին անհանգստություններ, հատկապես կապված անձնական կյանքի կամ ընտանիքի հետ։ Դուք կարող եք ավելորդ մտահոգվել այնպիսի հարցերի շուրջ, որոնք իրականում լուրջ հիմք չունեն։ Կարևոր է թույլ չտալ, որ այդ մտքերը շեղեն ձեզ հիմնական նպատակներից։ Մի փոքր սառնասրտություն և իրավիճակին հեռվից նայելու կարողությունը կօգնեն հասկանալ, որ ամեն ինչ վերահսկելի է։ Երեկոյան ժամերը հատկապես բարենպաստ են շփումների համար։ Հանդիպումները ընկերների, համախոհների կամ հետաքրքիր մարդկանց հետ կբերեն ոչ միայն հաճելի զգացումներ, այլև նոր գաղափարներ ու հեռանկարներ։ Հնարավոր է, որ հենց զրույցների ընթացքում ծնվեն մտքեր, որոնք ապագայում կօգնեն բարելավել ձեր ֆինանսական վիճակը կամ բացել նոր ուղղություններ գործունեության մեջ։ Օրվա ավարտին դուք կզգաք ոգեշնչված և մտավորապես թարմացած։ Խեցգետին։ Այսօրը խեցգետինների համար կարող է սկսվել ոչ այնքան հեշտ։ Առավոտյան դուք ավելի զգայուն ու մտահոգ կլինեք, քան սովորաբար։ Կուտակված հոգսերը և չլուծված հարցերը կարող են ծանրաբեռնել ձեր տրամադրությունը, ստեղծելով ներքին ճնշման զգացում։ Սակայն կարևոր է հիշել, որ այդ վիճակը ժամանակավոր է։ Եթե չշտապեք և ինքներդ ձեզից անհնարինը չպահանջեք, իրավիճակը աստիճանաբար կկարգավորվի։ Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում շարժվել փոքր, բայց վստահ քայլերով։ Յուրաքանչյուր գործողություն
գործողություն մտածված կատարելը կօգնի խուսափել սխալներից։ Շատ խեցգետիններ կզգան հարազատների ու մտերիմների իրական աջակցությունը, ոչ միայն բարոյական, այլև գործնական։ Այդ աջակցությունը կօգնի ձեզ հաղթահարել դժվարությունները եւ վերականգնել ներքին հավասարակշռությունը։ Կարևոր է խուսափել վեճերից եւ վիճելի թեմաների շուրջ երկար քննարկումներից։ Այսօրը ձեզ համար ավելի շահավետ է պահպանել խաղաղ մթնոլորտը եւ չմասնակցել լարված խոսակցությունների։ Երեկոյան լավագույնս կանցնի հանգիստ պայմաններում, սիրելի զբաղմունքով կամ հարազատների հետ անկեղծ ու ջերմ զրույց վարելով։ Այդ կերպով դուք կկարողանաք վերալիցակվորվել եւ օրը ավարտել ավելի ներդաշնակ ու հանգիստ հոգեվիճակով։ Առյուծ։ Օրը առյուծների համար կարող է սկսվել որոշ լարվածությամբ։ Առավոտյան հնարավոր են փոքր տարաձայնություններ մտերիմների հետ, հատկապես կենցաղային կամ ոչ այնքան կարևոր հարցերի շուրջ։ Դուք կարող եք ավելի սուր արձագանքել մանրուքներին, իսկ դա կարող է ժամանակավորապես փչացնել տրամադրությունը։ Բացի այդ, կուտակված տնային գործերը կամ չպլանավորված պարտականությունները կարող են ստիպել վերանայել նախապես կազմված ծրագրերը։ Ֆինանսական առումով օրը պահանջում է զգուշավորություն, չեն բացառվում անսպասելի ծախսերը, հատկապես ընտանիքի կամ տան հետ կապված։ Որոշ առյուծներ ստիպված կլինեն ժամանակ եւ էներգիա հատկացնել ավագ հարազատներին օգնելու համար, ինչը կարող է սկզբում ծանր թվալ, բայց հետագայում կբերի ներքին բավարարվածություն։ Օրվա երկրորդ կեսը զգալիորեն կբարելավվի։ Լարվածությունը կթուլանա, իսկ դուք կկարողանաք հարթել հարաբերությունները նրանց հետ, ում հետ առավոտյան տարաձայնություններ էին առաջացել։ Շատ հավանական են նոր ծանոթություններ հետաքրքիր մարդկանց հետ կամ ռոմանտիկ զգացմունքների արթնացում մեկի հանդեպ, ում վաղուց եք ճանաչում, բայց այլ կերպ չեք ընկալել։ Երեկոն խոստանում է ջերմ հույզեր, հաճելի շփում եւ հավատ ձեր սեփական ուժերի նկատմամբ։ Կույս։ Օրը կույսերի համար կարող է լինել հակասական եւ պահանջկոտ։ Առավոտյան կարևոր է չգերագնահատել սեփական ուժերն ու հնարավորությունները։ Չափազանց լավատեսական տրամադրվածությունը կարող է ձեզ մղել չմտածված խոստումների կամ ավելորդ պարտավորությունների, որոնք հետո դժվար կլինի կատարել։ Ավելի ճիշտ կլինի պահպանել սառնասրտություն եւ շարժվել փոքր, բայց վստահ քայլերով։ Օրը բարենպաստ է կենցաղային եւ տնտեսական հարցերով զբաղվելու համար, հատկապես այն գործերի, որոնք երկար ժամանակ հետաձգել եք։ Դուք կկարողանաք կարգի բերել այն, ինչ վաղուց անավարտ էր մնացել, եթե չփորձեք ամեն ինչ միայնակ անել։ Շատ կույսերի համար օգտակար կլինի օգնություն խնդրել ընտանիքի անդամներից կամ վստահելի մարդկանցից։ Դա ոչ միայն կթեթևացնի ձեր ծանրաբեռնվածությունը, այլև կուժեղացնի հարաբերությունները։ Օրվա երկրորդ կեսը կանցնի ակտիվ շփումների մեջ։ Հնարավոր են հանդիպումներ կամ կապեր անցյալից։ Մարդիկ, ովքեր հանկարծ կհիշեցնեն իրենց մասին։ Սա լավ հնարավորություն է վերանայելու հին հարաբերությունները, հասկանալու նախկին սխալներն ու ցանկության դեպքում սկսելու ամեն ինչ նոր էջից, արդեն ավելի հասուն եւ գիտակցված մոտեցմամբ։ Էմոցիոնալ առումով օրը կսովորեցնի ձեզ ավելի մեղմ վերաբերվել ինքներդ ձեզ։ Եթե չկենտրոնանաք միայն բացասական վրա եւ չշտապեք եզրակացություններ անել, օրը կարող է դառնալ օգտակար փորձի եւ ներքին աճի հիմք։ Կշեռք։ Օրը կշեռքների համար խոստանում է լինել արդյունավետ, բայց միևնույն ժամանակ պահանջել կենտրոնացում եւ համբերություն։ Շատ բան կստացվի, եթե պատրաստ լինեք ջանք գործադրել եւ չսպասեք, որ ամեն ինչ ինքն իրեն դասավորվի։ Առավոտյան կարող եք զգալ որոշակի ներքին տատանումներ, սակայն արագ կհավասարակշռվեք, եթե հստակ նպատակներ սահմանեք։ Մեծ է հավանականությունը, որ կհանդիպեք կամ կապ կհաստատեք մարդկանց հետ, որոնք ապագայում կարող են կարևոր դեր խաղալ ձեր մասնագիտական կամ գործնական կյանքում։ Նրանց աջակցությունը կգա ճիշտ պահին եւ կօգնի առաջ մղել ձեր գաղափարները։ Ձեր բարյացակամությունն ու դիվանագիտությունը կդառնան գլխավոր առավելությունները։ Դուք հեշտությամբ կկարողանաք հարթել վաղուց կուտակված հարցերն ու լուծել խնդիրներ, որոնք երկար ժամանակ անլուծելի էին թվում։ Օրվա ընթացքում շրջապատողները պատրաստական կլինեն աջակցել ձեզ, անգամ մանրուքներում զիջումների գնալով։ Չի բացառվում, որ ստանաք հաճելի անակնկալ կամ արժեքավոր նվեր այն մարդուց, ումից նման բան ընդհանրապես չէիք սպասում։ Սա կբարձրացնի ձեր ինքնագնահատականը եւ կավելացնի վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։ Այնուամենայնիվ, օրվա կեսին հատկապես զգուշավոր եղեք ֆինանսական հարցերում, խուսափեք հապճեպ որոշումներից, մտածեք յուրաքանչյուր քայլի մասին եւ անհրաժեշտության դեպքում խորհրդակցեք վստահելի մարդկանց հետ։ Այս մոտեցումը կօգնի խուսափել ավելորդ ծախսերից եւ պահպանել ներքին հավասարակշռությունը։ Կարիճ։
Օրը կարիճների համար հեշտ չի սկսվի եւ կարող է լինել անսպասելի իրավիճակներով։ Արտաքին հանգամանքները կպահանջեն առավելագույն կենտրոնացում, քանի որ նույնիսկ ամենապարզ գործերը կարող են սովորականից ավելի շատ ժամանակ ու ուժ խլել։ Կարևոր է պահպանել ինքնատիրապետումը եւ չտրվել նյարդայնությանը։ Հենց հանգստությունն է ձեր գլխավոր զենքը այս օրը։ Դրական կողմն այն է, որ դուք կունենաք բարձր մտավոր ակտիվություն եւ խորաթափանցություն։ Դուք կկարողանաք հասկանալ բարդ հարցերը, արագ կողնորոշվել անծանոթ թեմաներում եւ գտնել լուծումներ այնտեղ, որտեղ ուրիշները կկորցնեն վստահությունը։ Շատ կարիճներ հնարավորություն կունենան հարթել հարաբերությունները այն մարդկանց հետ, ում հետ նախկինում հաճախ են կոնֆլիկտներ ունեցել։ Ձեր անկեղծությունն ու ուղիղ խոսքը կարող են վերականգնել վստահությունը։ Ֆինանսական ոլորտում օրը համեմատաբար բարենպաստ է, եթե պահպանեք զգուշավորությունը։ Գնումներ կարելի է կատարել, բայց միայն մտածված եւ առանց ավելորդ ռիսկի։ Դուք կկարողանաք խուսափել ավելորդ ծախսերից եւ ճիշտ բաշխել միջոցները։ Միևնույն ժամանակ զգուշացեք հապճեպ որոշումներից։ Շտապողականությունը կարող է խանգարել կատարել պարտավորությունները կամ մոռացնել նախկինում տրված խոստումները։ Եթե գործեք հետևողական եւ պատասխանատու, օրը կավարտվի ներքին հանգստությամբ եւ ինքնագոհության զգացողությամբ։ Աղեղնավոր օրը աղեղնավորների համար կարող է սկսվել ոչ այնքան հեշտ, որքան կցանկանայիք։ Դուք հակված կլինեք չափազանց բարձր գնահատել ձեր ուժերն ու հնարավորությունները, ինչի պատճառով որոշ ծրագրեր կարող են իրականանալ ոչ ամբողջությամբ կամ պահանջել ավելի շատ ջանք, քան նախատեսել էիք։ Կարևոր է չշտապել եւ չպարտավորվել այնպիսի գործերի մեջ, որոնց ավարտը դեռ վստահ չեք պատկերացնում։ Առավոտյան ժամերին հնարավոր են նյարդայնացնող մանրուքներ եւ ուշացումներ, որոնք կփորձեն շեղել ձեզ հիմնական նպատակներից։ Եթե կարողանաք պահպանել համբերությունն ու ճկունությունը, լուրջ խնդիրներից կհաջողվի խուսափել։ Օրը հարմար չէ հապճեպ խոստումներ տալու համար։ Մեծ է հավանականությունը, որ դրանք հետո դժվար կլինի կատարել։ Օրվա կեսին ուշադրություն կպահանջեն տնային գործերն ու հարազատների հարցերը։ Թեև դա կարող է հոգնեցնող թվալ, իրականում դուք կկարողանաք արագ գլուխ անել ամեն ինչից, եթե չնյարդայնանաք եւ չփորձեք ամեն ինչ միանգամից անել։ Ձեր օգնությունն ու աջակցությունը մեծապես կգնահատվեն։ Երեկոյան ժամերին կզգաք, որ լարվածությունը աստիճանաբար նվազում է։ Հարմար պահ է հանգստանալու, ուժերը վերականգնելու եւ պարզ անկեղծ շփումների համար։ Եթե կարողանաք ընդունել օրը ինչպես կա եւ չպայքարել մանր անհարմարությունների դեմ, այն կավարտվի բավական խաղաղ ու կայուն տրամադրությամբ։ Այծեղ ջուր Օրը այծեղ ջուրների համար խոստանում է լինել արդյունավետ ու հետաքրքիր։ Առավոտը կսկսվի հաղորդակցությամբ, հիմնականում կապված տնային գործերի եւ ընտանեկան հարաբերությունների հետ։ Հավանական է, որ ստիպված կլինեք շեղվել նախապես ծրագրացից, օգնելու սիրելիներին կամ կարգավորելու տան առօրյա խնդիրները։ Այս գործողությունները թեև կարող են լրացուցիչ հոգնածություն առաջացնել, մեծ արժեք կունենան եւ կպահպանեն ընտանիքի ներդաշնակությունը։ Օրվա ընթացքում ակնկալվում են դրական նորություններ։ Որոշ այծեղ ջուրներ կհանդիպեն մարդկանց հետ, որոնցից բացարձակապես չէին սպասում նման տեղեկատվություն կամ առաջարկներ։ Հնարավոր են նաև կարճ ուղևորություններ, որոնք ինչպես միայնակ, այնպես էլ ընկերների կամ հարազատների հետ անցկացրած ժամանակը կբերեն ուրախություն ու նոր տպավորություններ։ Այսօր ձեր գրավչությունն ու հմայքը կբարձրանան։ Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, որոնք կարող են զարգանալ ռոմանտիկ հարաբերությունների կամ երկարատև բարեկամության։ Ավագ հարազատների խորհուրդները այսօր հատկապես արժեքավոր կլինեն։ Դրանք կարող են խուսափեցնել սխալներից եւ ճիշտ ուղղությամբ առաջնորդել ձեզ։ Հիշեք, համբերությունը, ճկունությունը եւ ուշադրությունը մյուսների նկատմամբ կօգնեն ձեզ առավելագույն հաջողությունների հասնել։ Ջրհոս Օրը ջրհոսների համար կլինի ակտիվ եւ լարված, լի մանր իրադարձություններով, որոնք կխանգարեն կենտրոնանալ կարևոր գործերի վրա։ Առավոտյան ժամանակահատվածը հատկապես պահանջկոտ կլինի։ Հնարավոր են աննշան միջադեպեր եւ տարաձայնություններ, որոնք կստիպեն շտապեցնել որոշ գործողություններ կամ հետաձգել կարևոր հանդիպումներ։ Խուսափեք ստորագրել փաստաթղթեր, որոնք առնչվում են անշարժ գույքի կամ տրանսպորտային միջոցների հետ, քանի որ սխալներ կամ ոչ ցանկալի հետևանքներ կարող են առաջանալ։ Օրվա էմոցիոնալ ֆոնը անկայուն է։ Փոքր անախորժությունները կարող են ձեզ ստիպել կորցնել հավասարակշռությունը եւ պահերով դուք կարող եք հակարակ գործել ձեր սովորական սթափ մտածողությանը։ Դա պահանջում է լրացուցիչ ուշադրություն եւ ինքնատիրապետում, որպիսի իրավիճակը չստիպի ավելորդ լարվածության կամ կոնֆլիկտների։
Երեկորյան դրական միտումները աստիճանաբար կուժեղանան։ Դուք հնարավորություն կունենաք հաճելի ժամանակ անցկացնել մտերիմների եւ ընկերների հետ, ընդլայնել շփման շրջանակները եւ հնարավոր է հաստատել օգտակար կամ շահավետ նոր ծանոթություններ։ Ձեր հմայքը եւ բարեհոգությունը կօգնեն գրավել մարդկանց ուշադրությունը, բայց միշտ ապեք վստահել առաջին հանդիպած անձանց։ Ժամանակ տվեք նրանց ավելի լավ ճանաչելու համար։ Ձկներ։ Օրը ձկների համար հագեցած կլինի հույզերով ու տպավորություններով։ Շատ ձկներ այսօր կդառնան զգայուն եւ ընկալունակ, ինչը կարող է մի կողմից օգնել, մյուս կողմից փոքր-ինչ շեղել հիմնական նպատակներից։ Նոր հնարավորություններ են բացվելու եւ կարեւոր է դրանց ժամանակին ուշադրություն դարձնել, որպեսզի չկորչեն։ Ձեր ստեղծագործական ունակությունները հատկապես պայծառ կարտահայտվեն, ուստի օգտակար կլինի մի փոքր ժամանակ հատկացնել հոբբիին կամ փորձել որևէ նոր ու անսովոր բան։ Հաղորդակցության մեջ ձկները այսօր կլինեն անկեղծ ու շիտակ։ Սա հնարավորություն կտա արագ եւ հեշտ փոխըմբռնման հասնել այլ մարդկանց հետ։ Սակայն կարևորը քաղաքավարությունն ու նրբանկատությունն է։ Միշտ ապեք ասել այն, ինչը կարող է պատահաբար վիրավորել ինչ-որ մեկին։ Օրվա ընթացքում հնարավոր են շահավետ հանդիպումներ եւ օգտակար ծանոթություններ, որոնք կարող են զարգանալ ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական մակարդակում։ Հավանական են հաջող ուղևորություններ, որոնք ձեզ նոր տպավորություններ եւ հիշարժան փորձ կտան։ Հրաշալի օր է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը հաստատելու կամ արդեն իսկ սերտ հարաբերությունները նոր մակարդակի տանելու համար։ Ձեր աստղագուշակությունը հենց այստեղ։ Եթե աստղերի ուղերձը համընկավ ձեր օրվա հետ, աջակցեք մեզ ձեր հավանությամբ։ Կիսվեք ձեր կարծիքով մեկնաբանություններում եւ բաժանորդագրվեք ալիքին։ Միշտ առաջինը լսելու նոր կանխատեսումները։